Ես այն սերունդից եմ, որտեղ համացանցով չենք հայտնվել, որպեսզի տենց մոռացվենք։ Կա մատիտով գրված, որը ռետինով ջնջվում է, եւ կա գրիչով գրված, որը չի ջնջվում։ Երբեք չեն ասում Արմինեն շատ հզոր ձայն ունի։ Արտուր Գրիգարյանը մեր միշտ ասում էր. «Արի վոկալ սովորի»։ Շատ մեծ դեր է ձեր կյանքում ունեցել մայրիկը։ Ընդհանրապես ոնց են մայրերը միշտ ասում են, ամուսնացի, խայտարակ չլնենք, բան չէ։ Իսկ մայրիկը միշտ ասում էր, երբեք չամուսնանաս։ Տեսնես, որ հիմա հետնային, ինչ կփոխի իր անցյալում։ Շատ վատ ցավացրել են, օրը գալու է, որ ես այսպես պապոլոչկում սաղասելու եմ։ Ասեմ ավելին, ձայնագրած ունեմ ամեն ինչը, որ մեռնեմ էլ էդի դուրս է գալու, հենց որ իմ շուտ մահը ոչ մեկին գտնի չի լինելու։ Իսկ դու կոմենտ գրելուց առաջ մտածել ես, որ հենց տվյալ հայտին քո կոմենտին անձամբ կպատասխանի եթերում։ Դե ինչ, ուշադիր հետևիր հաղորդմանը։ Comment Story։ Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետի Comment Story հաղորդման շրջանակներում այսօր մեր տաղավարում է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Արմինե, ողջույն։ Ողջույն Սուսաննա ջան։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Հիանալի, որ դուք այստեղ եք, արդեն տրամադրությունս բացվել է։ Դուք շատ լավ էներգիա ունեք։ Ես հենց այսպես էլ ձեզ պատկերացնում էի։ Մերսի շատ, Սուսաննա ջան, շնորհակալ եմ։ Ես էլ սիրով եկել եմ ձեզ հյուր։ Վայ, մենք ենք շնորհակալ։ Արմինե ջան, պատմեք ձեր այժմյան զբաղվածության մասին։ Այժմյան եւ ոչ այժմյան ես միշտ շատ զբաղված եմ, Սուսաննա ջան։ Ամեն երեկո երգում եմ, արդեն գիտեք քանի տարի է, 92 թվականից սկսված ամեն օր ես երգում եմ, պատկերացնում։ Ու մի քանի տեղ այո հասկի մեջ։ Ցերեկները եթե ինչ որ գործեր ունեմ, դուրս եմ գալիս բնականաբար տնից, եթե ոչ, միայն դուրս եմ գալիս երեկոյան աշխատանքի գնալուց։ Երգում եմ, նոր երգեր եմ պատրաստում, հնարավորին չափ նոր շարան ենք պատրաստում, մի շարան եղավ տեսակ երևի թե հալվա բենդի հետ։ Հիմա դրա մյուս տարբերակն եմ պատրաստում։ Քանի որ շատ երգեր ունեմ, ռեստավրացիա եմ անում երգերս։ Կան խոսքեր, որը բառերը փոխում եմ, այն ժամանակ ակտուալ էր, հիմա ոչ։ Այդպես երաժշտությունը գուցե գործիքավորումը փոխում եմ, թարմացնում եմ, երգում եմ, առայժմ այսքան եմ։ Մի շրջան կար, ասպարեզում այդքան շատ չէիք երևում, չնայած դուք միշտ եղել եք ոլորտում, բայց ավելի ձեր աշխատանքային գրաֆիկով, բայց հիմա նոր տեմպով նորից դուք համացանցում եք հայտնվում ամեն օր գրեթե։ Կա տենց բան, Սուսաննա ջան, ուղղակի այդ ժամանակա ընթացքը, որ դուք ասում եք, այդ ժամանակ որ չէի ցուցադրում իմ աշխատանքը, հետո սկսեցի ոչ թե հատուկ ցուցադրել, պարզապես երբ որ պրոֆեսիոնալ թիմի հետ ես աշխատում, սկսում են նկարել, ստորի անել եւ այլն, անընդհատ երևում է։ Ուղղակի առաջ էլ կար, պարզապես չէր երևում։ Խնդիրը ընդհանրապես դրանում է։ Ին ոչն է, որ ես անընդհատ կարող եմ երևալ անկախ տարիքից եւ ինչ որ բաներից, երևում եմ իմ չափով, կարծում եմ նորմալ է։ Դուք ձեզ համացանցային մարդ եք համարում։ Ոչ, ես ուղղակի ստիպված մտա այդ ամեն ինչի մեջ եմ, որ մեր սերունդը դե պարզը համացանցային սերունդ չի, բայց փառք Աստծո շուտ ընտելացանք, կարողացանք տեղավորվել մեջը, բայց շատ բաներ ինձ համար շատ խորհուրդ է, բայց ուզած-չուզած մեջն ենք լինում աշխատանքի իմաստով, ուզած-չուզած։ Հիմա ժամանակները այնպեսին են, որ համացանցը աշխատանքային ամենալավ ոնց որ հարթակներից մեկն է, որ կարողանան հետագայում ինչ-որ նույնիսկ գումար աշխատել իրենց էջով։ Բայց դուք երբեք չեք մտածել էջ ակտիվացնելու, գովազդներ վերցնելու մասին, ոնց հասկանում եմ, բայց ոչ մի հատուկ բան չեք անում եւ չեք մոռացվում։ Ասեմ, Սուսաննա ջան, ես այն սերունդից եմ, որտեղ համացանցով չենք հայտնվել, որպեսզի տենց մոռացվենք։ Նախ սկսեմ դրանից, կա մատիտով գրված, որը ռետինով ջնջվում է, եւ կա գրիչով գրված, որը չի ջնջվում։ Դա աշխատանքի տարբերությունն է, նախ համացանցային այդ հետևորդների քանակ, լայքերի քանակ, դրանք սա ինչ չեն վերաբերվում, որտեղ ես վերջերս եմ ակտիվացրել, մի 2-3 տարի է էջերս ակտիվացրել եմ, ունեմ Instagram, որը ընդհանրապես չունեի էլ, այնքան կողքից ասացի, վայ Instagram-ը դա այնքան անհրաժեշտ է, պետք է, որ բայց ձեզ ասեմ, այդ հետևորդների քանակից բանից չի գալիս մեր երևալ, չերևալ, մոռացվել, չմոռացվելը, որտեղ նախ շատ վաղուց ժամանակին ամեն շատ բան է արվել, որ ես մոռացվեմ, չեմ մոռացվել, ու մնաց ինչ որ հետևորդների միջոցով ակտիվանաս կամ չակտիվանաս։ Դա թող մտածեն հիմիկվա սերունդը, երիտասարդ, որոնք համացանցով են հայտնի դառնում, դրանք պետք է մտածեն, որ
անընդհատ հետևեն։ Վասկի մեջ էլի անընդհատ ինչ-որ պատպիչիկներ, բաներ խառնված որ հասցնեն, Աստծո սիրուն, ես չկամ այդ, նույնիսկ երբեմն ուզում եմ որ չի հիշեն ինձ մոռանան, պատկերացնում եք։ Իսկ այս նոր սերունդը ձեզ ճանաչում է դրսում, որ տեսնում է։ Իհարկե, որտեվ նախ ես ամեն օր ելույթ եմ ունենում նաև նոր սերունդի համար, տարբեր տարիքային սերունդների համար, դե բնականաբար։ Նոր սերունդը ավելի համացանցով է, չէ՞, սկսել մարդկանց ճանաչել ու եթե կես տարի ինչ որ մեկը իրենց ճանաչված բլոգեր օրինակ չերևա, իրանք արդեն կմոռանան, բայց տեսեք ձեր դեպքում չեն մոռանցել։ Ինչ ուզում ան լինի տարիներ են անցել, չի մոռացվել։ Դերևի ձեր հետաքրքիր կերպարից է նաև։ Գուցե հետո հիմքը երբ որ նորից եմ ասում հիմնովի է դրվում, հետո կան երգեր, որոնք չէ որ նույնիսկ եթե ես էլ ոչինչ չանեմ, իմ փոխարեն երիտասարդ սերունդը իմ երգերը համացանցում տեսնում եք, ասենք, մի երգ այնքան են բանանում։ Իհարկե, Երևանի սիրուն տղա երգը։ Երևանի սիրուն տղա երգը, ապարան երգը, ասենք, գայի լիքը երգեր, իրանք իրանցով գյումրեցի յար եւ այլն, իրենք իրենցով բռնում են, պատրաստում են, սարքում են, տարածում են, այսինքն պարտադիր չի որ ես ինչ որ գումար ծախսեմ, որպեսզի համացանցում երևի, իմ փոխարեն դա անում են ջահելները։ Երկարվեստին անցնենք։ Հետաքրքիր է, որ կարծիքներ կան շատ, լսել եմ եւ մեկնաբանության դաշտում եմ հանդիպել, որ երբեք չեն ասում Արմինեն շատ հզոր ձայն ունի, մեծ դիապազոն ունի, բայց կերպար է։ Հայկական շոու բիզնեսում շատ հետաքրքիր գույն ունի եւ կերպար է նա։ Դուք ինչ եք կարծում, շատ ժամանակ իսկապես հզոր ձայնը բավական է արտիստ լինելու համար։ Դուք ինձ ամենասկզբից երգչուհի ներկայացրեցիք, ընդհանրապես ինձ ներկայացնում են երգչուհի դերասանուհի հաղորդավարուհի։ Ես ձայն չանեցի, սովոր եմ արդեն, որովհետև նախ ես երգչուհի չեմ, որպեսզի ասեն ձայնի հետ կապված, ես դերասանուհի եմ, որը երգեց իր գրած երգերը, ինքս իմ գրած երգերը, դա նշանակում է իմ ոճն եմ ես որոշում, ամեն ինչը ես միշտ ի սկզբանե երբ որ սկսել եմ երգել, ես փորձել եմ տեղավորվել իմ ձայնային հնարավորությունների մեջ, նայած ձայնս բավականին է, բայց կան երգիչներ, որոնք իրենց ձայնից մի քիչ ավելի շատ են ուզում բանանեն, կերպարը կապ ունի, կերպարային երգ, որը ձեռագիր ունեմ, ինքս եմ գրում իմ երգերը, եւ հանդիսատեսներ գիտի, որ ես պարզապես դերասանուհի եմ, ուղղակի երգում եմ, բայց այնպես ստացվեց ինձ որպես երգչուհի չանաչեցի, որտեղ թատրոններում աշխատել եմ տարիներ, գիտեք, ըստ երևույթին, բայց այդպես թատրոններով այդքան բան, որովհետև էկրանով երգով են ճանաչում, դրա համար որպես երգչուհի եւ ավելի չունեն ինձնից պահանջելու, որովհետեւ ես միշտ շատ անկեղծ եմ եղել հանդիսատեսի հետ, երբ որ նստում ես ու ասում ես ես երգչուհի չեմ, ես երգում եմ, երբ որ դու անկեղծ ես, քեզ սկսում են ուրիշ ձևի, իսկ երբ որ դու քեզ մեծարում ես, ծիծաղելի վիճակում ես հայտնվում, ոնց է, չէ՞, Ստանիսլավսկին ասում է «Хорош тот актер, который смеется над собой», երբ որ ինքդ քեզ հումոր ես անում, ինքդ ես քեզ վրա ծիծաղում, դիմացինը երբեք քո վրա չի, եւ ընդհակառակը, երբ որ քեզ մեծարում դնում ես ինչի տեղ ծիծաղելու վիճակում ես հայտնվում, չէ՞ որ բեմ առանց էլ բարձր է, եւ արտիստը բարձրում է կանգնած, մի հատ էլի արհեստական բարձրություն դառնում է խնդալու էլի։ Դրա համար մի քիչ զուսպ համեստ պետք է աշխատել ապրել։ Բայց դուք այս տարիների ընթացքում փորձել եք օրինակ դիապազոնը ձեր մեծացնել։ Թե դա երբեք ձեր համար կարևոր չի եղել։ Չի եղել կարևոր, դա նես դիապազոնը իմ բավականին մեծ է։ Ինչ այլոց ես ուղղակի չեմ օգտագործում, որովհետև օգտագործում եմ իմ երգերի շուրջ։ Ինձ դա պետք կլիներ, եթե ես որոշեի երգել, ասենք թե Ամիր Խանյանի ինչ որ երգը, բայց դա ինձ պետք չի, չէ՞ որ ես ժամանակին Արտուր Գրիգարյանը մեր միշտ ասում էր արի վոկալ սովորի, արի լավ նա ձայնը ափսոսա տեխնիկա սովորի, որ ստանդարտի մեջ երգես, ես ասում եի, ես շատ սիրում եմ իրանց ովքեր այդպես երգում են, բայց դա իրանք են, ես չեմ, ես երբ որ ձայնս մշակեմ եւ ստանդարտի մեջ, ես արդեն կդառնամ ստանդարտ երգչուհի, որը լիքը կան, ինձ պետք չի դա, կնմանվեմ, իսկ այսպես թեկուզ լավ չլինի, բայց թող չնմանվեմ, այդպես միշտ ասում էր մեր լուսահոգի Արտուրը, ասում էր արի վոկալ սովորի, բան, ես ասում եմ ես կլղոզվեմ կդառնամ նույնից, իսկ ինձ պետք էր թեկուզ վատը, բայց այսպես մնալ։ Բայց ձեր կարծիքին այդ ժամանակ շատ քիչ մարդ էր, չէ՞ ասում ճիշտ եք։
Вообще ոչ մեկը չէին ասում ճիշտ է։ Որովհետև այն ժամանակ ես լավ հիշում եմ, ես երբ սովորում էի Առնով Աբաջանյանում, մինչ այդ էլ երաժշտական էլի կրթություն եմ ստացել 8 տարեկանից մինչև 20 տարեկանը։ Այդ շրջանում ես նույնիսկ նախագծերի եմ մասնակցել, X Factor կար Հայաստանում, Հայ Superstar, Հայաստանի ձայնը։ Այդ ժամանակ ժյուրին ընտրում էր այն մասնակիցներին, ովքեր ուղղակի բարձր նոտա էին վերցնում։ Ու իմ կռիվը դրա հետ էր։ Ինչի են հենց ուղղակի բարձր նոտա վերցրեցին, վերջ, բա այնտեղ տեմպր կա, չէ՞, ձայնի գեղեցկություն։ Ինչի պետքա միշտ բարձր նոտա վերցնեն։ Դրա համար եմ ասում, բայց հիմա կարծես թե տենդենսը փոխվում է, բայց դուք փաստորեն Այն գլխից էլ բավականին մտածել եք այս մասին։ Սոնա ջան, ես ժյուրի եմ նաև գնում եմ Հայաստանից դուրս երգիչներ ենք ներկայացնում։ Միխայել Շաբրով, գիտեք, երևի Լավանդա երգը գրողը հայտնի։ Չի էստեղից տարել, չասեմ անունը, որը հզոր ձայն ունի, այսպես մի հատ երգում է հզոր ձայն ունի եւ ես կռիվ էի տալիս, որպեսզի Grand Prix ստանա աղջիկը։ Դե բնականաբար իմ երգիչն է, ես եմ ներկայացուցիչը, նաև ժյուրի եմ Հայաստանի կողմից, բայց մտածում եմ, որ համել վատ ենք սովորել, միշտ Հայաստանի համար առաջի տեղ կամ Grand Prix ենք բերում, եւ այսպես բան ասեց, միշտ տպավորվել է, ասում եմ, ты знаешь, да, у нее мощнейший голос, диапазон такой, ասում եմ, ну там нету красок, գույներ չկա, դից լիքը երգիչներ կա, մի հատ sense հզոր ձայնը հանում է, բայց գույն չկա մեջը, ոնց ասեմ, որ զորություն չկա մեջը, դից ձայներ շատ կան, դրա համար տարբերվող ոչ մի բան չկա, չէ՞։ Դրա համար պիտի տարբերվի, որովհետև պիտի ինչ-որ բանով տարբերվի, դե եթե գոնե ոչ ձայնով, գոնե կերպարով։ Ձեր կարիերայի պիկի մասին մի քիչ խոսենք, երիտասարդ ավելի տարիքում, ինչպիսին եք դուք հասկանում եք, որ ձեր կարիերայի պիկն է, բայց հետաքրքիր է նաև, որ տարիների ընթացքում, երբ որ մի քիչ էլ թեկուզ պասիվանում ես, հասկանում ես, որ հետո նորից ավելի պիկի ես հասնում, այս պահին ինձ թվում է դուք նորից վերապրում եք այդ ամեն ինչը։ Եկեք մի քիչ ավելի երիտասարդ տարիք վերադառնանք եւ հասկանանք ինչպիսին էր Արմինեն, երբ հասկանում էր ու գիտակցում էր, որ ամբողջ Հայաստանը ճանաչում է իրեն։ Այնպես ստացվեց, որ 95 թվականին Ոզնիներ թատրոնի հետ գնացի Միացյալ Նահանգներ ներկայացման։ Գնալուց արդեն շատ, այսպես եմ ասա, проснулась знаменитая, ինձ մոտ այդպես է ստացվել, ոչ թե կամաց, որ արթնացա, սա աշխարհը քեզ ճանաչում է, վախենալու էր շատ ճիշտ ասած։ Ու այդ մի շաբաթ տևեց այդ ամեն ինչը, ու ես Միացյալ Նահանգներ մեկնեցի, այդ ընթացքում խոսեցին, չգիտեմ, դուք շատ փոքր եք եղել, բնականաբար երևի ծնված էլ չեք եղել։ Խոսում ենք, որ ծնված էլ չեք։ Այո, այսպես բան եղավ, իբրև Արմինեին սպանել են, Արմինեն մեռել է։ Մի քանի հաղորդման մեջ նույնիսկ ասեցին, որ այդպես բան չկա, այն ժամանակ 3 հատ հեռուստաընկերություն կար, 3-ով էլ ասեցին, որ չկա տենց բան, բայց այդ լուրը որ տարածվում է, դա այդպես ճանաչում են, չէ՞, մարդիկ, ժամանակին այդպես էր։ Հենց ասում են մեկը մեռել է, ասում են լավ, հեսա ճանաչվելու է այդ մարդը։ Չգիտեմ ինչի այդպես իմ խոսակցությունները, հետո որ վերադարձա Միացյալ Նահանգներից, այդտեղ սկսվեց արդեն Այն աստիճանի, որ դու սովոր չես դրան, կան մարդիկ հաճույք են ստանում ճանաչումից, բայց ինձ մոտ ընդհակառակ process տեղի ունեցավ։ Հա, որովհետև ճանաչվելու հետ մեկտեղ պետք էր հարմարավետություն չէ քո կյանքում, որը չկար։ Ես դարդից մեքենա առա ինձ։ Իմիջիալուց այդ ժամանակ 95 թվից եմ մեքենա վարում, որովհետև կինոնայրի ապրում, կինոնայրիում դալանից որ դուրս էի գալիս, կոնյակի խանութի դալանից, մինչև այն ժամանակ տաքսիներ զանգելով բան բնականաբար չկար, քայլելով գնում էի մինչև օպերայի կալցիվոյը, տեղ հին տաքսիներ է կանգնում, պատկերացրեցիք, չէ, կինոնայրից մինչև այդտեղ մի քանի քայլ, եւ այդ բակում ինչքան երեխեք կա, հետևիցս երկս երկելով վազելով գալիս էին։ Այն որ սովորես իջնես խանութ մի բան առնես գաս, չէ, պարզումա դու տենց չի ուրիշ ձև դիլի։ Մի խոսքով կենցաղային անհարմարավետ բաներ տեղի ունեցան շատ, ես ստիպված մեքենա առա, որի համար փառք եմ տալիս, որ մինչև այս լավ գոնե մեքենա առա, լավ էր, տենց բաներ կային իհարկե, բայց տենց բաները չէր կարող ինձ տանել, որովհետև ես թատրոնից էի արդեն եկել, ես ծափերել էի տեսել, ես անհատական ծափերել էի տեսել, ես արդեն ճանապարհորդություններ էի շատ գնացել, ես մի քանի լուրջ դպրոցներ էի անցել, լուրջ դասախոսների հետ, տենց բաներից են մեջքի վրա որ ընկնում են բան, չի եղել տենց բաներ, հետո ասեմ կարող էր եւ լինել, որովհետեւ շատ երիտասարդ տարիքում էի ես,
տարիքը կապ ունի, գիտեք, 27 տարեկանում ես շատ ճանաչված եմ արդեն, բոլորը 26-27-ում ինձ բոլորը ճանաչում են, բայց ես էլի ասում եմ, ինչ եմ ասում, կարող էի 20-21-ում լինել եւ չդիմանալ մեջքի վրա անգնել, որովհետեւ պատկերացնում եք, ապրում ես քո համար, մեկ էլ մի ամիտ դու այն ամենաբարձր Կետում։ նախարարների, նախագահի հետ եւ այլն դու ամեն օր ճաշկերույթի ես լինում, բանկետների ես լինում, համերգների ես լինում, то есть սկարաբլյանաբալ, մի ամիտ կյանքդ լրիվ այսպես կարդինալ փոխվում է, ուրիշ տեղից ուրիշ տեղ ես հայտնում, շատ կարևոր է որ մարդը իսկապես մեջքի վրա չընկնի, որովհետեւ դա ամեն մարդ չի կարող դիմանալ։ Ես ուզում էի հարցնել, օրինակ աստղային հիվանդություն ասվածը ձեր մոտ եղել է, թե չէ։ Հատկապես այդ տարիներին ինչքան դժվար էր, չէ՞, հեռուստատեսությունում հայտնվելը։ Ես հենց դրա մասին եմ ասում, Սուսաննա ջան, ինչ լավ որ մի քիչ շատ երիտասարդ չէի այդ ժամանակ, որովհետև կարող է եւ սխալ ռեակցիա գնար, կարող է եւ բայց փառք Աստծո չի եղել եւ ոչ չի որ ես դա ասեմ, կողքից էլ կարող մարդիկ ասել, որովհետև նորից եմ ասում, թատրոնից արդեն տեսած շատ բան եկել էի, գուցե թատրոնում եղած չլինեի, ինչ կա որ ոչ ոք ապահովագրված չի, որ ասի ես ինձ ոնց կպահեմ, ոչ ոք չի կարող, այնքան մարդիկ կան մեր գոլեգաներից էր, որ ճանաչված չէր, կարգին նորմալ մարդեր ճանաչված, խփեց, կտցրեց, խփեց ու մեջքի վրա ընկավ, դա շատ բարդ է, ոչ ոք չի կարող ասել ինքը ինչպես անկանի, դա գալիս է լիքը բաներից։ Իսկ դուք այդ ժամանակ գիտակցում եք, օրինակ ում հետ եք շփվում, ինչ բանկետների եք մասնակցում։ Դե իհարկե գիտակցում էի, բայց ինչքան մեծանում ես, այնքան ավելի շատ ես սկսում հասկանալ։ Բայկակ է որ համար ապրում ես, երգում ես, մտածում ես քո կյանքն է այդպեսին։ Նույնիսկ շատ անգամ ինքս հումորներ էի անում, այդ կապակցությամբ ինքս ինձ վրա։ Ամենայն դեպս փառք Աստծո, պատվով եմ անցկացրել այդ этаպը իմ կյանքի։ Լավ ընկերներ, վերևներից շատ լավ մարդիկ, որոնք անդադ ասում էին, ինչ կարող են քեզ համար անել, ու ես երբեք ոչինչից չեմ օգտվել, երբեք ինքս ինձնով այսօր ժամանակը եկել է, որ ես մտածում չքան ճիշտ եմ ես եղել, որ շատ բաներից չեմ, որտեւ իբ որ օգտվում ես, ինչ-որ բաներից դրանք ժամանակավոր երևույթներ են։ Քո վրա պետք է լինի քո հույսը, ես դա չմտածված եմ այդպես ապրել, պատահական այդպես է ստացվել։ Ինչ ոնց ստացվել է, իմ օգտին է ստացվել, այսպես ասեմ։ Ձեր հարցազրույցների դիտելով ես հասկացել եմ, որ նաև շատ մեծ դեր է ձեր կյանքում ունեցել մայրիկը, որ այդ պատվով հաղթահարել եք։ Հա, իմ մայրիկը իմ հրեշտակն է, այն ժամանակ երկրային, այսօր երկնային, իսկապես իմ մայրիկը շատ դե սենց որ ասեմ, բոլորի մայրիկներն էլ լավն են եղել, որտեղ մայրը դա ինչ է, սրբություն, իսկ իմ մայրը շատ ինձ օգնում էր, երբ որ ես նկարում էի, փոքր ժամանակ ասում էր ինչ էլ լինի, ես թեկուզ հաց հավաքի, աղջիկը պետք է գնա նկարչական դպրոց, ես հայտնվեցի նկարչական դպրոցը ավարտեցի, շատ լավ, բայց չուզեցի նկարել, հետո ես ուզում էի դերասան, մամաս միշտ поддерживала, միշտ թիկունքին կանգնած, միշտ, հետո որ սկսեցի երգել էլի շատ ուրախանում էր, իմ համերգներին միշտ կար, ինքը միշտ թիկունքից կանգնած հրեշտակի պես երկնային, հետո երկրային, մինչև հիմա երբ որ ինչ-որ բան է լինում, մտքով մամայիս հետ եմ, ոնց մարդիկ ընդհանրապես լինում է, չէ, խոսում են վերևի հետ, Աստծո հետ կամ ինչ-որ, ես իմ մամայի հետ եմ խոսում։ Իմ մաման է իմ հրեշտակը, որի հետ խոսում եմ, խորհուրդ եմ հարցնում, ճիշտ ուղղությունը գտնում եմ մայրիկիս միջոցով։ Եթե չեմ սխալվում, նաև նա ձեզ օրինակ խորհուրդ է տվել, չէ, որ պետք չէ ամուսնանալ, կարիերա։ Այո, իմ մայրիկը ընդհանրապես ոնց են մայրերը միշտ ասում են ամուսնացի, խայտարակ չլինենք բան, չէ։ Իսկ իմ մայրիկը միշտ ասում էր երբեք չամուսնանաս։ Ասում էր աշխարհ տես, մանարի, վայելի, թե մասնագիտության շուրջ երկրներ տես, մանարի, ուրախացի ապրի, ասում էր։ Այնա զարմիկներ ունես, ոնց էլ չլինի, նրանցից մեկն ու մեկը կողքդ կլինի, ճիշտ էլ ասում էր ինձ մեկ, 3 զարմիկ ունեմ, այն երկուսը, մեկը Ամերիկայում են արեն, մյուսը Պրիբալտիկայում, Հովիկը քրոջս որդին։ Եղբորս մի տղան է այստեղ, մերոնց ասում եմ մեկ ասում եմ, հա դուք էլ երեխաներ ունեք, ես չունեմ, ուր են ձեր երեխաները։ Մարդիկ մեծանում են, ամեն մարդ իր կյանքով, իր գործով է լինում, այնպես որ շատ մեծ հարց է, ինչ ասում, ամեն մարդ իր խսմատն ունի։ Մարդկա երեխա է բերում, երեխաներ է բերում, վերջում հայտնվում է ծերանոցում եւ ընդհակառակը չեն կարող ասել։
Իսկապես ամեն մարդ իր գսմատն ունի, Սուսաննա ջան, կապ չունի ով ոնց է ապրում, իր ձևի, կյանքի բանն ասում մարդու թող վերջը բարի բարիլա Հակոբ Պարոնյանի գիտեք մարդու վերջը բարի լինի ոնց կլինի ինչպես կլինի մարդ կա որ երեխա է ունենում հատուկ որ իրան վաղը միսուրը մի բաժակ ջուր տա դա միշտ ընդհակառակն է ստացվում չեք կարող ոչ մեկս գիտեք ոչինչ ասել կյանքը նենց բան է ոչ մեկս ապահովագրված ոչ մեկս ապահովագրված չենք իսկապես ու ոչ ոք չի կարող Երբեք ռաշոտով երեխա ունենալս որն է։ Երեխա ունենաս, որ քեզ բայ եմ, ասում ա բարմեն для чего։ Մի բաժակ ջուր տալու համար։ Չէ, իսկապես էլի դա էգոիզմ է։ Քո կյանքով նենց ապրի, որ ստիպված չլինեն քեզ բաժակով ջուր տան, պահեն քեզ։ Արմինե, նաև հետաքրքիր է, թե այդ տարիներին ամեն դեպքում լրիվ մտածելակերպ ուրիշ է եղել։ Այդ հիմայա որ մարդիկ արդեն հասկանում են, որ տունը մնացած օրինակ է չակերտավոր էլի, չեմ սիրում այդ արտահայտությունը, բայց այլ նման բաներ ամեն դեպքում չեն խոսում։ Այդ տարիներին բայց ինչի՞ ձեր մայրիկը այդքան առաջադեմ եղել։ Ոչ թե ինչի՞ էլի ոնց է ստացվել։ Նախ իմ մայրը շատ կիրթ գրագետ կին էր։ Կապ ունի, չէ՞ դա բնականաբար։ Նա դպրոցում ռուսաց լեզվի ուսուցչի էր, Սիբիրում էր ապրել, մեծացել էր, իր զակալկան իր արդեն դրսի էր։ Ճիշտ է, այն ժամանակ ուրիշ ձևի էր ավելի խիստ էին նայում։ Ինքը ինձ ճանաչելով բնականաբար ես իր աղջիկն էի փոքր ժամանակվանից գիտե օրինակ ասենք ոնց է ես եւ քույրս տան մեջ ոնց է փոքր ժամանակ գործ ես անում բան չի պետք է անես ինչ որ բաներ քույրիկս սիրում էր միշտ տունը մաքուր էր պահում գործ էր անում դարակներս ակուրատնի իսկ ես ինձ պետք էր մի բան վերցնել դարակներս ախ քանդե այդ մի բանը կվերցնեի կհակնվեի կարևոր արտակինս օբշիմա լավ լինի մնացած ինչ ընդհակառակ վիճակներ եւ Ինձ ասում էին, բա գործ արա չի, ինձ ասում էին գործ արա, ասում էի ճնշումս ցավում, ասում էի լացել, լսել էի, ասում էի ճնշումս ցավում, ասում էի լացել ու այդպես էլ տատիկս ասում էր, այ բալամ, սենց ոնց կլինի, դու էլ պիտի գործ անել իմանաս, որտեղ վաղը մյուս օրը քո հետ ոչ ոք չի ամուսնանա, սենց է անում, ուռա, որ չեն ամուսնանա, ասում էր լավ հասկացանք, չես ուզում ամուսնանաս, բայց քո տունն էլ հո դու պիտի մաքրես վերջին հաշվով ասում էի, մինչև ես մեծանամ, տուն մաքրողներ կլինեն։ Գիտեք, այդպես էլ եղավ, ես մեծացա, տուն մաքրողներ ունեմ, վճարով էի եկել մաքրել, գնացել են պատրաստի միշտ։ Ոնց տրամադրվես, այդպես էլ գրում է կյանքդ, գիտեք, Սուսաննա ջան, տենց բան կա, ասում է, ինչպես ես նայում իրան, ասում է, ոնց տրամադրվեմ։ Հա, ճիշտ է, փոքրուց ծրագրավորում ես ինքդ։ Տրամադրված է, որ ես պետք է լինեմ արվեստում, իմ հորաքույրը դերասանուհի էր։ Թատրոնի դերասանուհի Սեդա Գրիգորյանը, ես եւ եղբայրս անդադ կուլիսներում ենք եղել, անընդհատ ներկայացումների ենք եղել, մենք ես ուրիշ տեղ ինչ չեմ պատկերացրել, ես բացի նկարչական դպրոցից, ես շատ խմբակներ էի հաճախում, բոլորը արվեստի հետ կապված, շատ էր, հիմա որ ասեմ, ահագին բաներ եմ մասնակցել, ես ուրիշ տեղ չեմ էլ պատկերացրել, ես եմ, որ ոնց է, որ մի տեղ գնում ես, դու սկսում ես կեսից վազել, որ շուտ հասնես տեղ, Այդպես դպրոցն եմ ավարտել, որ ուզում էի շուտ ավարտեի, փախնեի դպրոցից, որ գնայի արվեստ, իմ երազած, ոնց մտածել եմ, այդպես էլ եղել է իմ կյանքը։ Իսկ ինչ վերաբերում է այդ մամայի հետ կապված, որ մաման այդպես էր նայում, Причем սասունցի, մամայիս մի կողմը սասունցի էր, իրանք սասունցի գրմավցիներ են, ոնց է սասունցիները, ցիպ աղջիկա ամուսնանա, ադատով, բայց իմ մաման այդպեսին էր։ Ասեմ ավելին, իմ բարեկամներն էլ երբեք տենց ինչ-որ բռնանալ բաներ չի եղել, շատ պրադվինոտի սասունցիներ են եղել, թեկուս կերիս, թեկուս տատիկս, բոլորը մերոնք, երբեք ինձ չեն ծանրաբերել նման հարցերով, եղել է, որ ասել են, ոնց ինչ ես մտածում, ասել եմ չեմ մտածում, ասել են լավ, ոնց ասես, այսպես անցել է, մի օր ընկերուս հետ էի խոսում, ասում եմ, նայ, ասում եմ, ինչ լավ է, մենք այն թվերին Հիմա ոնց են նայում, չէ, ասենք աղջիկը ասել ձեզ տունը մնացած, բան այն ժամանակ մոստից գցում էին իրանց այդ աղջիկները։ Ասում եմ, լավ է, ընկերուս եմ, ասում եմ, լավ է այն ժամանակներում չենք ապրում, թե չէ մարդա մի մոստի տակից մեզ կհավաքեին հիմա։ Արմինե, մի պատմություն կա, որը կուզեմ պատմեք, եթե չեմ սխալվում, դուք լուսանկար եք ունեցել ժամանակին, ֆոտոսեսիա է տեղի ունեցել, որտեղ ծխախոտով եք նկարված եղել, բայց դուք ծխող չեք եղել, չէ՞։ Եկել են ուզելու, թե ճիշտ եմ հիշում։ Որ խնդրեմ կպատմեք այդ պատմությունը։ Այո, Սուսաննա ջան, ուրեմն մինչև ես հասա
այս մակարդակի, որ ոչ ոքի չէր պարտադրում, որ ես ամուսնանամ, նենց չի պարտադրում էին, ասում էին ուղակի։ Դենց մի քանի անգամ բնականաբար ոնց ամեն նորմալ աղջկան գալիս են տուն ու ուզում են աչոկա էլի ինձ հավաքում ես գալիս են ուզում են եկել էին ինձ ուզելու առայն որ ասպա предупреждать нужно առանց զգուշացնել որ մարդիկ էջებელი մարջաբելի շում ովքեր էին ու այդ անակնկալից ես նոր թատրոնում այսպես նոր դեր եմ ստացել ոգևորված եկել ու վդրուկ բանը այնց Նիժդաննը նիգադանը եկել է սրակով հետ բաց շատ լուրջ եկել էին ինձ ուզելու չարեցինք ես ու Սամվելը մեր մտել էինք սենյակ մյուս սենյակում որտեղ ալբոմներն են ընտանեկան ուսանողական ժամանակ մենք այսպես որ թիթիզանում ես ես էլ ծխող չէի այն ժամանակ դեռ նկարներ ունենք մասես բաներ վերցրեցինք հատուկ այդ նկարը բերեցինք իբրև միամիտ նկարներն ենք ցույց տալիս որ ինձ տեսնեն ծխելուց հիաստափվենք գնան ուսկի չոփեի բցրել պրիչոսկայից մեջ որ տենան գիժա երևի գնան Մի խոսքով հետո դրան գնացին մենք ամբողջ ընտանիքով ենք կանեինք ծիծաղում։ Բայց ոնց գնացին ինձ դա է հետաքրքիր։ Մենք ճանապարհեցինք իրանց շատ լուրջ ասացինք դա սվիդանիա չէ էլի հիշում ոնց կոնկրետ։ Մի քանի տենց այլանդակ բաներ ցույց տվեցինք նկարներ բաներ երևի փախան։ Բայց նաև ռիսկային էր, չէ՞, տարիներին նման բաներ անելը։ Օրինակ, ձեր մասին ինչ էին խոսում։ Ոնց է չլինի ձեր ականջին եկած հասած կլինի, էլ ինչեր էին ձեր մասին խոսում, բամբասանքները։ Այդ ժամանակ ոչ մի բան, ես շատ խելոք, պարկեշտ, լավ երեխա եմ եղել, Սուսաննա ջան, ես կա խաղեր, որոնք բոլոր երեխաները գիտեն, ես դրանք չգիտեմ, որտեղ ես անընդհատ զբաղված եմ եղել, իմ մանկությունը անընդհատ, ես չգիտեմ ոչ մի տեսակ խաղեր, որ այդպես բլոտ բան, որ խաղում են, ասում են, ոնց դու այս աշխարհից չես, ոչ մի, ասում ոչ մի խաղի ես չգիտեմ, որտեղ այդ խաղերի ժամերը, որ բիսեդկաներում խաղում են, ես գնում եի, ասենք թե խորի, ես գնում եի տեխնիկային ներկայացման, մասնակցում եի ես վոկալիստկայի, վոկալ ինստրումենտալնի անսամբլում Ես ռադիստական դպրոցել եմ ավարտել, պրոֆեսիոնալ ռադիստկա եմ, то есть ես այդքան ժամանակ չեմ ունեցել, ես եղել եմ շատ խելոք, շատ չափից շատ խելոք, լավ երեխա, բացի մեր տնից ապրել եմ նաև տատիկներիս տունը երկու, ինձ ձեռքից ձեռք են խլվում, որովհետև ես շատ խելոք, լսող, ենթարկվող, շատ լավ երեխա եմ, մինչև դպրոցը ավարտելը։ Դպրոցը ավարտեցի, արդեն Սունդուկյան թատրոնի ստուդիա, արդեն արվեստ, դերասաններ, ուրիշ մտածելակերպ Այդ ժամանակ էր նոր որ ավարտել եմ որ ընդունվեմ եւ այլն նասամ ինձ իրեսնը մեծ ինչ որ ընտանիք է գալիս ու չեմ իմանում չերեզով բանով եկել էին իհարկե շատ գեղեցիկ ձևով ճանապարհեցինք դրանց այդ սիգարետին ավելի հիշում եք այդ պատմությունը Այդպես մի քանի անգամ դեպքեր եղել են իբարք Աստծո եկան գնացին բան չեմ ասում որ ես ես հիմա ասեմ Սանա ջան թող մարդկանց մոտ չլինի այն բանը որ վատ է պսակվել ամուսնանալը լավ բան Քարոշ չի այստեղ Չէ, Աստծո սիրուն, հակառակը շատ լավ բան է ամուսնանալը։ Թող ամուսնանան լիքը բալիկներ ունենան, մեր հայազգը շատանա։ Պարզապես մի խորհուրդ մեր երիտասարդներին, երբեք առանց սիրոջ ամուսնանաք։ Դրանից վատ բան չկա աշխարհում։ Գիտեք, սիրահարվածությունն էլ մի կողմ դրված, դա էլ անցնելու, փողն էլ անցնելու, շորն էլ ամեն ինչն էլ ապրանքը մեկ սաղ անցողի կա։ Մի ամիս նույնիսկ չես կարող լավ մի ամիս ապրեցիր, երկու ամիս տարիներ դու պետք է ապրես, դա մի հատ մեծ պատիժ է։ Վատ բանը միտքը վատ հիվանդություններ է տալիս մարդուն։ Դժբախտություն է առանց սիրո ամուսնանալը, հակառակը պետք է ամուսնանալ, բայց սիրով, միայն սիրելով։ Թշնամուս խորհուրդ չեմ տա առանց սիրո ամուսնանալ, որովհետև առանց էդ էլ շատ մեծ դժվար բարդ բան է, չէ՞, այդ կենցաղը եւ այլն։ Դա միայն մեծ սիրո դեպքում կարող ես դիմանալ լիքը բաների։ Այսքան բան, թե չէ քարոշ չկա հակառակը։ Մի հատ շատ լավ տատիկ ես որ խոսքեր լինում, ասում էր 80 անցքին էր 85 տարեկանում մահացա, որ ասում ենք տատի, ասենք բան լինի կամուսնանաս, ասում էր ինչու ոչ։ Ասում ենք, ասում էր, հա, ինչի՞ ասում էր մի պատկառելի ջենտլմեն որ լինի, մեջ շիրով պատկառելի ջենտլմեն։ Այսպես ծիծաղում էինք, բա հա, ասում ենք տատին ինչ է ասում, ասում էր ջանաշ մեզնից էր սովորել սեքս բառնել էլի, դա չկա։ Շեքշի համար չէ։ Ընկեր լինի կողքդ, մարդ, ընկեր։ Հասկանում եք։ Վայ տատի։ Մարդը կոնկրետ շեքշի համար չէ։ Մարդ լինի, ընկեր, որ խոսես, շփվես։ Հասկանում եք։ Պես որ ինչի՞ չէ որ, նես չի որ ոչ, ես
չխանգարող, ասում եմ, այդպես բան կա, հումոր էլ կա, չէ, ասում եմ, ինչու չեք ամուսնանում Մայի Իզոլդովնա, ասում եմ, չեմ գտնում մարդ, որ ինձ չխանգարի ապրելու։ Չխանգարին ապրելու խի չէ որ։ Լինում է որ այդպես ամուսնանում են, ունես մեծ գրուզի տակ են մտնում, ունես կյանքը լրիվ փոխվում է։ Միայն մեծ սերը կարող է դա դիմանալ։ Մեծ սիրո դեպքում կարելի է դիմանալ այդ ամեն ինչին։ Արմենե, բայց դուք ձեր դիմաց ինչ որ սահման եք դրել կամ պատնեշ, որ չսիրահարվել, թե դուք ինքներդ սիրահարվել եք կամ սիրահարված եք։ Կյանքը արժևում է։ Ահա, չէ։ 85 տարեկան տատիկս։ Սուսաննա ջան, չկա տենց բան, որ ինչ որ պատնեշ է դրվել չսիրահարվել կամ սիրահարվել կամ ինչ չի, ես եմ մարդ, ինքան եմ սիրահարվել։ Ասեմ ավելին նույնիսկ մի անգամ մեծ սիրել եմ։ Մեծ սեր եմ ունեցել մեկ անգամ, բայց սիրահարվածությունները այո կլինեն, կանցնեն, կգնան, մարդ ուղղակի պիտի սթափ մտածի ամեն ինչին, ռեալ նայի, սթափ նայի։ Բայց մեծ սեր երբ ունեցել եք, այդ ժամանակ էլ չեք մտածել ամուսնության մասին։ Ոնց ավարտվեց այդ մեծ սերը։ Շատ վատ, բնականաբար։ Գիտեք, երբ որ ամենասկզբից լիներ ամուսնություն, գուցե եւ ամուսնանայի։ Դու գնալով երկարում է այդ ամեն ինչը ու դու տեսնում ես ինչ լավ է որ չամուսնացար, որովհետեւ իմաստ չունի էլի։ Իմ դեպքում, իր դեպքում իմաստ չկար։ Ուղղակի կյանքը ցույց է տալիս, որ ամեն սիրահարվածության պատճառով չի կարելի մանրանալ, խորանալ, գնալ փսել։ Մարդը նորմալ է, կարող է սիրահարվել, պատկերացրու ամեն սիրահարվելուց ամուսնանաս։ Դա քանի անգամ կլինի։ Դրա համար պետք է չխորանալ, ապրել, տված Աստծո տված կյանքով օրով, ապրել, տեսնել ոնց է գնում օրը։ Հատկապես արվեստագետները շուտ սիրահարվող են, չէ՞։ Այո։ Շուտ սիրահարվող են, շուտ էլ հիասթափվող։ Դրա համար սիրահարվելը լավ բան է, սիրահարվել պետք է անդադ, որովհետև դա օգնում է սիրուն նայել կյանքին, մարդկանց վերաբերվել, ուրիշ գույներ են հայտնվում կյանքում, երբ որ սիրահարվում ես, պարզապես գնալով տարիքի հետ ավելի քիչ է սիրահարվում, թե ավելի ռեալ ես նայում շատ բաներին, իսկ հիմա հատկապես այս վերջի տարիներին ընդհանրապես չեմ սիրահարվում, ոչ թե պրինցիպիալ, իմաստ բան չկա, օբյեկտ չկա սիրահարվող, տատիկիս պես որ ասում էր, պատկառելի ջենտլմեն չկա, եթե լինի, ինչու չէ որ, why not։ Ամեն ինչ դեռ արժևում է։ Այո, կյանքը արժևում է։ Այո։ Այսպես պետք է մտածել եւ ապրել։ Արմինե, առհասարակ մեկնաբանություններին ոնց եք վերաբերվում կամ կողքի մարդկանց կարծիքներին։ Նորմալ։ Կողքի մարդկանց կարծիքներին նորմալ։ Մեկնաբանություններին կոմենտների մասին է խոսքը, չէ՞։ Այո։ Ես ուղղակի շատ զարմանում եմ, որ կարող են այդքան պարապ են մարդիկ։ Մեկ-մեկ ասենք մի հոդված եմ կարդում, ինչ որ մի։ Ահա։ Որ sense վերջի միշտ մի հատիկը երևում է, չէ՞, մի կոմենտ երևում է, ուզում ես բացես տեսնես։ Մեկ է տեսնում ես այդքան պարապ մարդ, գժվել կարելի է, այդքան ու մի հատ ինչ թեմա է, էլի ասենք թե բոլորը գրում են, ասում Երանի ձեր ժամանակից ես ունենայի, որտեղ երբ որ գրում են բարև Արմինե ջան, ոնց ես ասենք ծանոթ, գրում ես բարև Գևորգ ջան կամ ես իմիջ լավ եմ, դու ոնց ես, արդեն մի երկու եկա ժամանակ է տանում, ոնց են այդ մարդիկ այդքան հասցնում, ուրիշ աշխարհում են երևի իրանք ապրում, ես խելագարվում կամ զբաղվածություն չունեն։ Բարապ եմ, բայց լավ այս դարում կարելի է դրա վրա ժամանակ բացեք YouTube-ում լավ ֆիլմեր նայեք, ասենք թե կարա մարդը այդքան պարապ լինի։ Ես երազում եմ ժամանակ ունենամ լավ ֆիլմեր նայել, վաղուց ֆիլմեր չեմ նայել լավ, շատ սիրում եմ լավ ֆիլմեր նայել։ Կամ ասենք հաղորդում ենք բան կա անելու, նստես ու գրես։ Արմի ամենամեծ բամբասանքը, ամենամեծ սուտը, որ ձեր մասին լսել եք, բացի այն, որ մահացել եք։ Դա սուտ չէր, չէ։ Չէ, դա սուտ չէր։ Դա սուտ չէր, մահացել եք։ Սոնա ջան, պատկերացրեք ինքան շատ ա եղել, չեմ հիշում։ Գուցե դուք հիշացրեք ինչ-որ ինքան շատ ա եղել, տարիներ ինքան բան ա եղել, որ բայց եղել է ինչ-որ մեկնաբանություն, որ հիշեք, որ նեղ սրտել եք, նեղվել եք դրանից, լացել եք։ Ես այն բաներին եմ պատկանում, երգչուհիների դասին ասեմ, թե դերասանների, որ ներողություն անհամեստության համար միշտ լավ են գրել, վատ չեն գրել, իսկ սկսել են վատ գրել 20 թվից հետո, քաղաքական երբ որ բաներ եղավ, սկսեցին վատ բաներ գրել, արդեն թե պարզ է ինչից հետո ինչ շտոկակ։ Մի հատ մարդ մի անգամ բաներ գրել, լավ ասում, չէ, հասկացանք,
որ կարելի է գրել փախնել, դեմքը Չերեմիկը գրում փախնում է, գրող փախնողներով մեծ մարդ էր, գիտեք, պապիկիս տարիքին երևի, գրել էր, չէր գրել, բարկացա, գիտեք, ասում լավ, այս մարդը պետք է պատասխան չտա, ոնց է լինում սենց, որ ադրբեջանական ռեստորաններում, Մոսկվաներում երգում են, Անտալիաներում էլ հանգստանում եմ, Անտալիա կյանքիս մեջ չեմ եղել, երբևիցե Մոսկվայում էլ ադրբեջանական ռեստորանում ոչ միայն չեմ եկել, ընդհանրապես չեմ էլ եղել։ Ունես լուրջ մարդ էր, նայում էի դեմ, չեմ էլ հիշում, մարդիկ կան, չէ, հավաքում են սկրինշոթ են անում հետագայի համար եւ այլն։ Ես նայում եմ նկարներով, ասում մեծ մարդ ես, չես ամաչում։ Դու ինչ բարոյական իրավունք ունես սուտ ասես, ուրիշ հարց, տենց որ վատը գրում են արդեն նա քաղաքական բանի վրա, դու ինչ հարցազրույց ես տալիս, պետք է տակ գրվա, կեղտոտ, լակտի։ Դե ոչինչ, ասպես լավ մարդա, ոչինչ, մի եղկա, մի արա բան իրան, ասպես առաստերիքը դժբախտ է, բան մի ասա, թու դրանով իրա չարությունը հագեցնի։ Բայց երբ որ այսպեսի սուտ օրինակ այդ մարդուն հիշեցի մի ամիտ ասցիկ։ Ասեն նստված մնացել է ձեր մեջ։ Մնացել է, որտեվ սուտ է ասել, հասկանում եք, այդ տեսակ ուրիշ հարց, որ քեզ վիրավորում են, բան, դա արդեն դրանց մասին չենք, բայց երբ որ ես սուտ են ասում, հասկանում եք, ոնց որ ես սուտ ասեմ ձեր մասին, ու այսպես շատ լուրջ ու տակն էլ այդ ստի տակը։ Շարունակում են։ Գիտեք ինչքան մարդ է գրել, գիտեմ դրանք այդ բան, դուք հո շիզոֆրենիկ չեք գժվել կարելի է։ Այդ տիպի բաներ, որը ոչ թե բան ա թողել, բարկացա մի 2 րոպե իհարկե, անցավ ստի վրա էլի։ Թե չէ պարկաս ես։ Այսինքն կարծիքներին նորմալ վերաբերում եք, ուղղակի ստից եք ավելի ներս։ Հա, իհարկե, ոնց կարելի է սուտ ասել։ Կյանքիս մեջ մի անգամ Ստամբուլում եմ եղել։ 99 թվականին 15 երկիչներով, որտեղ հայ համայնքին մեծ համերգ տվեցինք այնտեղ։ Հրաշալի, եղբայրս էլ կար, երկիչներ շատ հրաշալի համերգ էր, շատ լավ ընդունեցին մեզ, հայկական եկեղեցի էլ գնացինք, Ստամբուլի հայեր, դա է եղել։ Մենք ավտոբուսով էլ գնացինք, հիշում եմ, մեզ ասեցին մեր հողերը նայելով գնաք, մեռանք, այնքան ծանր տարանք այդ ճանապարհը, որտեղ շատ դժվար էր, հողերը կակտակավի կարգին չես տեսնում, որտեղ մեռած ես լինում։ Հոգնած երկիչներով գնացինք, համերգը տվեցինք, վերադարձանք ու դրանից անցնում է մի 20-30 տարի, մեկը գրում է Անտալիաներում ես հանգստանում են, Մոսկվայի, Ադրբեջանի բաներում էլ երգում, դուք չեք ամաչում, լավ, ամեն ինչ չափ ու սահման ունի, օրը գալու է պատասխան տալու։ Հիմա այսօր ես մի քանի կոմենտ եմ առանձնացրել, հուսամ շատ չենք բարկացնի։ Սիրով։ Եթե պատրաստ եք, մի հատ ջուր ենք խմում, շատ համով ջուր ենք խմում եւ անցնում ենք կոմենտներին, պատրաստվում ենք էլի թեժա լինելու։ Ես պատկերացնեմ, եթե այդ ջուրն եք ինձ առաջարկում, պատկերացնեմ ինչեր է սպասում դեռ։ Ահա։ Ջուրը եկավ։ Ջուրը եկավ, այո։ Մերսի շատ։ Մեր պղպջակներով ջուրը։ Ասա հանքային ջուր է։ Սա գազավորված ջուր է։ Ախ, նույնիսկ вот так вот։ Ուղղակի սա ֆենոմենը նրանում է կայանում, որ սա շշալցված ջուր չի։ Սա ծորակից նոր լցրեցին։ Անմիջապես, բայց ծորակը ոնց կարող ենք գնել, ասենք թե որտեվ Այցելում ենք Դավիթ Անհախտ 9 հասցե կամ on-line shop Grohe կետեմ ենք մտնում եւ ձեռք ենք բերում։ Գերմանական Grohe բրենդն է, որը աշխարհահռչակ բրենդ է եւ Հայաստանում ներկայացնում է United Technical Service-ը։ Ունենում եք տանը մշտապես ֆիլտրված սառը եւ տաք ջուր իհարկե եւ Grohe Blue, այո, համակարգից եկող հանքային ջուր։ Շատ լավ ջուր է, կարելի է մտածել այդ ուղղությամբ, Grohe։ Այո, այո։ Հայաստանում միակ ու առաջին Grohe առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop Grohe.am։ Գնիր առցանց, ստացիր արձեռը։ Համեղ սնվել սիրում եք։ Սիրում եմ, որ ասեմ, դες գուրման եմ, բան չէ, բայց սիրում եմ քիչ։ Ահա, ծովամթերք սիրում եք։ Գժվում եմ ծովամթերքի համար։ Մենք ձեր թույլ տեղը բռնեցիք։ Շատ եմ սիրում իսկապես։ Մենք առաջարկում ենք, երբ ձեր ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնեք կամ ընկերների հետ ուզենաք լավ ժամանակ անցկացնել, նաև համեղ ծովամթերք ուտել, ինչու ոչ սթեյքեր ուտել։ Լիքը համեղ ու կարևորը
առողջարար բաներ ուտել, նաև խմել լավ գարեջրեր։ Առաջարկում ենք մեր գործընկերոջ մոտ այցելել The Garden ռեստորան, որը Մաշտոցի պողոտայի վրա է գտնվում, շատ հասանելի եւ տեսանելի վայրում, այնտեղ ամեն ինչ շատ համեղ է, թարմ է, սիրով կսպասեմ ձեզ։ Սիրով կգնամ, շատ շնորհակալ եմ։ Ուզում եմ ծանոթացնել ձեզ Մեդիա ասոցիացիա ընկերության հետ։ Մեդիա ասոցիացիան զբաղվում է PR-ով, մարքեթինգով, նաև վիդեո եւ ֆիլմ արտադրությամբ եւ շատ բրենդներ, օրինակ ինչպիսիք են գերմանական Grohen, Paulaner գարեջրատների ցանցը, The Garden ռեստորանը եւ մի շարք այլ հայտնի բրենդներ իրենց մարքեթինգային արշավը եւ ռազմավարությունը վստահում են հենց Մեդիա ասոցիացիային, իսկ ովքեր ցանկանում են նրանց հետ կապ հաստատել, կարող են զանգարել նշված հեռախոսահամարով։ Մեդիա ասոցիացիա։ Իսկ հիմա պատրաստ եք կոմենտներին։ Պատրաստ ենք։ Ուզում եք սկրինշոթերը ուղարկեմ ձեզ, դուք էլ կարդաք, թե միանգամից կարդամ։ Միանգամից կարդացեք։ Սիրում եմ, որ ինձ վստահում են։ Հիմա խոսում եք էլի, որ չեք ամուսնացել եւ դրա հետ դուք հաշտ եք, համերաշխ եք եւ մի կին գրում է։ Դուք արդարացնում եք ձեր մենակությունը, սակայն ինքներդ էլ գիտեք, որ սխալվել եք։ Նախ սկսեմ նրանից, որ մենակություն արդարացնելս որն է, մենակ պիտի լինես, որ արդարացնես։ Ես մենակ չեմ, որ արդարացնեմ, ու պարտադիր չի ինչ-որ գնաս ԶԱԳՍ-ի թուղթ ունենաս, որ կոչվես մենակ կամ ոչ մենակ։ Տատիկիս օրինակը նորից ասեմ, պատկառելի մարդ միշտ լինում եմ արդու կողքը, մենակ լինում են այն դեպքում, մենակ կան կանայք, որոնք ամուսնացած են ու մենակ են, ամուսին անդադ իրանց կողքը չի։ Այնպես որ ես մենակ չեմ, եթե իմ մասին եք մտածում, մի անհանգստացեք, փառք Աստծո, ես մենակ չեմ։ Երբեք փառքը չտարավ նրան։ Երանի թե բոլոր աստղերը մեր էսպիսին լինեին, պարզ ու անմիջական։ Ինչին ի պատասխան Միկին գրել է. Սա է փառք ունեցել, ամոթ է։ Էս անտաղանդ բաղաձայնին փառք եք վերագրում։ Գիտեք ինչ կասեմ, քա ծիծաղում եմ։ Միայն սա կարող եմ։ Քա ծիծաղացի։ Առաջին գրողին շատ շնորհակալ եմ, իրա լավ։ Ինձ թվում է երկրորդ գրողը մի քիչ ավելի 2000-ական թվականից է, որ չի էլ ճանաչել, էլի։ 2010-ական։ Երկրորդ գրողին գրածի վրա քա ծիծաղում եմ։ Ահա։ Արմինեին որպես երգիչ չեմ անցալում։ Միշտ լսելիս մի բան պակասում է, բայց համերգների ժամանակ շատ ուրախ նոտա է ապահովում։ Շատ ուրախ եմ, որ ինքը ուրախ ազգում իրան։ Բայց սա շատ լավ կոմենտ է աստիս։ Իհարկե լավ կոմենտ է։ Երգչուհի չի համարում, ճիշտ էլ անում, որովհետև չէ որ ես երգչուհի չեմ, ինչև էդ ես էլ ասեցի միշտ Բայց ասել։ երգիչներ կան, որ իրոք չեն կարողանում համերգի ժամանակ էներգիան չէ փոխանցել։ Իհարկե, հետո Սանա ջան, ինչ վատ բան, էլի եմ ասել, նորից եմ ասում, ես միայն ուրախ երգեր եմ երգում եւ փոխանցում եմ ուրախություն, բարում են, դրանից էլ լավ բան մարդկանց ուրախություն փոխանցես։ Ինձ թվում է, մի քիչ էս մարդը անտեղյակ է, բայց ասում եմ, ինչու որպես դերասանուհի չեք աշխատում։ Աշխատել եմ։ Ես աշխատել եմ նախ այն ժամանակ ռազովայ ակտրիս այդպես էին ասում, Սունդուկյան թատրոնում ուսանող էի, մի քիչ աշխատեցի դուրս եկա, Պարոնյան թատրոնում եմ աշխատել որպես դերասանուհի, լիարժեք։ Հետո մետրո թատրոնում եմ աշխատել, շատ սիրելի մետրո թատրոնում որպես դերասանուհի։ Հետո էլ Ոզնիներ թատրոնում եմ աշխատել որպես դերասանուհի, դա մինչև Իսկ հիմա չեք ցանկանա նորից ներգրավել։ 95 թվականից վերջի թատրոն եղել է Ոզնիները, սոլնի կարիերայով եմ զբաղվել, որպես երգչուհի, այդտեղ ստացվեց, որ ինձ ճանաչեցին, բնականաբար պետք է մենահամերգներ ունենայր եւ անցա միայն համերգային, բայց կյանքը այնպեսի բան է, թե լավ հրավեր ունենամ, հրավիրեք ինձ, սիրելի ռեժիսորներ, եթե հրավիրեն, ինչու ոչ։ Նաև շատ հետաքրքիր կլինի ձեր մասնակցությամբ սիթքոմները, չէ՞, կմասնակցեք, եթե առաջարկ լինի։ Եթե լավ առաջարկներ լինեն, ինչու ոչ, ինչ չեն առաջարկում երբեք դες բաներ։ Ռեժիսորներ։ Որովհետև միշտ իրանց, այս մի քանի հոգի, նույնների, դրա համար էսպես փոխում ես ալիքները, չես հասկանում ֆիլմը փոխվեց, թե ինչ որ բան է, որովհետև սա նույնն են։
Ճիշտ է։ Հասկանում Ու եք։ հիմնականում նույն դերն էլ խաղում են։ Նույն դերը, նույն մարդիկ, նույն չոլկեքով, նույն վիճակներով, Ճիշտ է։ նույն պրիչոսկեքով։ Էս Արմինեն մնաց առանց տղամարդ ու կատաղեց։ Լավ դեր։ Ուզում հասկանամ, Չգիտեմ։ այդ կատաղելը ինչը նկատի ունի, էլի որ կատաղելը։ տեղատեսել։ Որ տեղատեսը կատաղելը։ Երկրորդ էլ երևի ինքը մնացել է մի ժամանակ առանց տղամարդ կատաղելա դրան հա հարցը։ Երրորդ էլ ասեմ անունը կասեք տիկնոջ Սեդա Մալխասյան։ Ազգանունն էլ եմ ասում։ Սեդա Մալխասյան ջան, Աստված ձեզ միշտ տղամարդ տա, որ այնքան բարի լինեք, որ մարդկանց դες բաներ չմտածեք։ Հետո մի հատ ուշադիր ինձ նայեք, ոնց կարող է ինպես կինը անտղամարդ մնալ։ Պարզապես դուք գնացեք ունեցեք լիքը տղամարդ, որպեսզի ձեզ լավ լինի, կարևորը դուք լավ լինեք։ Վայ Սեդա ջան, բարևներ ձեզ։ Հորաքրուջս անուն ունի, ինչ էլ սիրուն անուն է, հորաքրուջս անուն ունի, Սեդա Մալխասյան։ Կարևորը դուք չկատաղեք, ասես չար բաներ որ գրում եք, ոչինչ։ Մնացած օքեյ է։ Իդեպ ձեր պաշտպանները կոմենտի պատասխանել են այդ կնոջ եւ սկսել են։ Երևի դու առանց տղամարդ ես մնացել, դրանից ես sense հասկանում, ինչ որ sense կոմենտներ են Իմ գրում։ փոխարեն ասել են։ Այո։ Ահա, Միկին էլ գրում է։ Իդեպ պետք է ֆիքսենք, որ հիմնականում կանայք են գրում, տղամարդիկ չեն գրում։ Այո։ Ինչ մեծ կարծիք։ Տղամարդիկ գործում են միայն։ Ահա։ Արմինե Գրիգորյան, որքան պատիվ է, որ ճանաչում էիք Վազգեն Սարգսյանին։ Իսկապես պատիվ էր, մեծ պատիվ, ինչ որս էլ։ Եվ ոչ միայն Վազգեն Սարգսյանին, շատ մեր մեծություններին ճանաչել եմ, ուսանել եմ իրանց մոտ նույնիսկ։ Ես հաջողակ մարդ եմ ինձ համարում։ Սուսաննա ջան, ինչքան լավ մարդ կա ճանաչել եմ, պատկերացնում եք։ Ես դրա համար էի սկզբում հարցնում, հարցազրույցի, դուք գիտակցում եք ում հետ եք շփվում։ Ինչ շրջապատ եք մտնում դուրս գալիս։ Դե հա, իհարկե գիտակցում եմ, բայց ինչքան մեծանում ես ավելի ես սկսում գիտակցել։ Օրինակ երիտասարդ ժամանակ մենք սովորում ենք եւ մեր դասախոսներ, ասենք Սոս Սարգսյաններ, Մետաքսիա Սիմոնյանը, ասես մարդիկ ու դու ուսանում ես իրանց մոտ, բայց դու չէիր պատկերացնում իրանք ով հետո տարիներ հետո երբ որ գովերա հետք են թողնում իրենց ամեն ինչով։ Դու նոր սկսում ես գնահատել, թե ովքեր են եղել քո կողքը, ինչ մեծության կողքն ես եղել։ Ես ինձ համարում եմ շատ հաջողակ մարդ, լիարժեք հաջողակ, որովհետև այդքան լավ մարդիկ են իմ կողքը եղել, այդքան լավ մարդկանց միջոցով եմ կյանքը տեսել, անցել ճանապարհ եւ այլն եւ այլն։ Տեսնես, որ հիմա հետ նայի մեր սիրելի Արմինեն, ինչ կփոխի իր անցյալում։ Փոխի ոչ մի բան, հա, կպատկերացնեք, լուրջ ոչ մի բան, ոնց ապրում եմ ինձ դուր է գալիս, հենց այս ձևի ապրելը պատկերացրեք, սա նույնիսկ երազել չէր կարելի, որտեղ պիտի պատկերացներ ինչ կյանք ես ունենալու, որ երազես, չէ, իսկ ես չեմ պատկերացրել ոչ մի բան, ես պարզապես Աստծո տված օրով ապրել եմ, եկել եմ այսօրվան այդ տեսակ, բան չկա փոխելու, երևի երեխա կուզեի ունենայի, երիտասարդ ժամանակ ունենայի բան, բայց իմ աշխատանքը այնպես ա եղել, որ ես այնքան զբաղված եմ եղել, այնքան որ ունենայի մեկը պահեր, նորմալ չի, ես պետք է պահեի, ես ժամանակ չունեի, թե չէ մնացած ամեն հարցով իսկապես ոչինչ չի փոխի։ Քաղաքականությունն այդքան կար, որ քույր ու եղբայր գշտվել եք, ախր երկուսիդ էլ սիրում ենք, է։ Կոմենտեն գրեկա քույրուս քույր ու եղբայր երբեք չեն գշտվել հատկապես քաղաքականության պատճառով բայց մի շրջան համացանցում շատ բառներ հումոր որտեղ Սամվելը տենց ինչ-որ բան հումոր էինք անում մենք այդ կապակցությամբ ոնց կարելի էր քաղաքական մեր ընտանիքը շատ ավելի պինդ է ամուր է իր ամեն ինչով քան քաղաքականության հետ կապված մարդկանց միշտ բան է պետք շոուի է պետք տրագեդիա է պետք էքշն է պետք էլի որ խոսեն ասեն դե մի քիչ էլ դեղին մամուլը ճոխացնում է, չէ՞, եւ մարդկանց ուզում են այդպես բաներ լսեն, ուզում են ոնց է որ սիրիալը նայում են, լացում են, հնդկական կինոն նայում, դա այդ տեսակ բանը նախ ոչինչ որ հանդիսատեսն արած, բայց մի անգամ մի հատ շատ լուրջ մեր ոլորտից ռեժիսոր անունը չասեմ, շատ լուրջ ասեց, ես այնքան վատ տարա որ դու Սամվելի, ասի լավ դու աննորմալ ես, գոնե դու մի ասա։ Սովորական ժողովուրդը որ խոսում է հանդիսատեսը, կանաս հասկանաս, որտեվ ասել ձեզ դեղին մամուլ չեն ճանաչում, դու էլ ես տենց բան մտածում։
Մանիպուլյացիան տենց բանը։ Դա նույնն է, ոնց որ խոսակցություն եղավ, որ ես եւ Սամվելը զույգեր ենք։ Հա, ճիշտ է։ Հիշում եք, այդ խոսակցություն եղավ Արտուր Գրիգորյանն էր ասել, հումորով ասեցինք, դրանից հետո տարիներ շարունակ ասում ենք, ոչ, մենք զույգ չենք, մեկա մարդկանց մեջ всё արդեն տպավորվել է։ Այո։ Հասկանում, որտեղ ուզում են տենց լսեն։ Լավ բան կա, չէ՞ դրա մեջ, զույգ են բան, ուզում են տենց լսեն, հիմա ես էլ ուզում են տենց լսեն, թե ինչ։ Բայց տեսեք, դա մնացել է, որովհետև երեք շրջապատում ասացի վաղը յուրս Արմինա Գրիգորյան, ասեց Սամվել Գրիգորյանի զույգ քույրն է, չէ՞, տեսեք, մնացել է մնում է, ճիշտ էլ գիտեն մեկա մնում է։ Հասկանում եք։ Մի կին էլ գրել է, որ սենց մեծ խոսում է, տեսնես իրոք ոչ մեկին չի սիրել։ Հետ տվեք հաղորդում մի քիչ եւ կտեսնեք չկրկնվենք սիրելիս։ Դրա մեջ լավ բան չկա, որ ես մեծ խոսալ, մարդը որ չի սիրել, դա մարդ չի, դա չորսվի ինչ որ տարօրինակ, դա գլուխ գովալու բան չի, իմիջիալով չսիրել, հարկավոր է սիրել։ Ինչքան մարդը սիրում է, այդքան բարի անում է, այդքան կյանքին ուրիշ ձևի է նայում, այնպես որ սիրելիս սխալ է, ես չեմ գլուխ գովում, որ չեմ սիրել, հակառակը սիրել եմ, տանջվել եմ, այդեք ուզում լսեք։ Ոայ դուք տանջվում եք։ Չէ։ Բայց հետաքրքիր է, էլի բաժանումները ոնց եք տարել։ Դե մենք սովոր ենք, չէ՞, ձեզ կենսուրախ տեսնել։ Նորմալ շատ մարդ կային, ամեն ինչը մարդու համար է Սուսաննա ջան։ Բաժանում էլ է եղել, ամեն ինչ էլ եղել է, ինչի՞ չէ որ ինչի մենք մարդ չենք, մենք միշտ մենք սիրենք։ Ինձ կա հնարավոր է մենք սիրենք, մեզ չսիրեն, դա էլ է հնարավոր։ Եվ վերջին կոմենտն է. Արմինեն խոհեմ եւ իմաստուն կին է։ Միշտ կենսուրախ է երևում։ Տեսնես կա ներսում մի բան, որի մասին գուցե կուզեր գոռալ։ Ուժեղ մարդիկ երբեմն ավելի խոցելի են։ Շատ նորմալ լավ բան է գրել, օրա է։ Գիտեք, որ ասեմ, կա բան, որ ուզում եմ գոռամ, կոնկրետ ինչ-որ բան, ոչ, բայց այո, եղել է ժամանակ, որ ինձ շատ վատ ցավացրել են, իմ աշխատանքի, իմ գոլեգաների, իմ մասնագիտության հետ կապված, տարիներ շարունակ, փակված լինելու ժամանակ, երբ որ ոչ թե գոռաս, ուզում ես դրա մասին անընդհատ ասես, դա էլ քո տրավման է։ Վերջերս մեր գոլեգաներից մեկը ասաց, ինչի ես անընդհատ ասում դրա մասին։ Ասեցի, հələ դու իմ փոխարեն լիներ, երբ որ կյանքիդ ֆորմատը փոխվում է, ամբողջ կյանքը տակնու վրա է լինում, մի քանի հոգի քեզ ուղակի նախանձում են քո գոլեգաներից եւ քեզ վատ վիճակի մեջ են դնում։ Դուք լինեիք, մի հատ հաղորդում են փակում, մի հատ համերգ չեք երգում, շուխուր եք անում, աշխարհում եք։ Հա։ 20 տարի կյանքդ փակված լինի։ Ոնց կտաներ։ Երևի դրա մասին միայն կուզեի ասեի ու անպայման ես պիտի միշտ ասեմ դրա մասին։ Ոչ թե կռվելով, բանով, օրը գալու է, որ ես այսպես պապոլոչկում սաղ ասելու եմ։ Ասեմ ավելին, ձայնագրած ունեմ ամեն ինչը, որ մեռնեմ էլ էդի դուրս է գալու, հենց որ իմ շուտ մահը ոչ մեկին գտնի չի լինելու, հերթականության, պապոլոչկում, ով ոնց ինչ է արել, սաղ տեղյակ եմ, այ դա է ինչ շատ ցավացրել։ Սարսափելի ցավացրել է Սուսաննա ջան, որ պատրաստ եմ միշտ դրա մասին խոսեմ։ Դուք կոնֆլիկտային մարդ չեք, շրջապատում օրինակ ովքեր ձեզ ճանաչում են, ասում են, որ բացարձակ կոնֆլիկտային մարդ չի Արմինեն։ Հետաքրքիր է, տեսեք, դուք պահել եք, որ հիմա էլ կոնֆլիկտ չլինի, բայց հետագայում իրանց պատասխանը ստանան, հա։ Ոչ թե հետագայում ոչ թե կոնֆլիկտ չլինի, ուղղակի ասենք հաղորդումա գնում ես տարբեր թեմաներ անից։ Հա, իհարկե։ Կոնկրետ երբ որ ինչ որ հաղորդում կլինի այդ թեմայով, գուցե այդ ժամանակ ասվի կամ ես ինքս իմ առանձին հաղորդումով, բայց կոնֆլիկտային իհարկե կոնֆլիկտային չեմ, ընդհանրապես չկամ այդպես կռվել բան, վիճել բան չկամ այդ գործում, երբ որ ինչ որ մի բան լինում է, ես պարզապես մաքրվում եմ այդ մարդու կյանքից, հետքս չի երևում, ես ոչ կոնֆլիկտ, ոչ կռիվ, ոչ ինչ որ բան ասեմ ավելին, երբ որ սկսում եմ վիճաբանել, ես կարող եմ կակազել, вообще չեմ կակազում, ես բայց կարող եմ կակազել, որտեղ այնքան հեռու եմ, ուղղակի անհետանամ, չերևամ, որովհետև ես նկատում եմ մարդը իր տեսակով է տեսակի, վсё, դա իմ տեսակը չի, ես կորում եմ, քան բան։ Իսկ դա մեծ ցավ է, որ ինձ ցավացրել են, իմ ապրած կյանքը, ֆորմատը ամբողջությամբ փոխվել է։ Ես գոնե իրավունք ունեմ ասել դրա մասին, ոչ թե անել պատություններ բան, գոնե ասեմ դրա մասին։ Իհարկե։ Այսքան բան։ Արմինե, եւ վերջում բլից հարցեր եմ պատրաստել։
եւ շատ անկեղծ պատասխաններ եմ ակնկալում։ Ինչպես Хорошо. մեր բոլոր զրույցները։ Պատկերացրեք, մարդիկ համակարգչի նման են։ Ու ինչ որ մեկի վրա կա ջնջել կոճակը։ Ում վրա կսեղմեիք, որ ջնջվեր։ Մի քանի օգու շատ-շատերի գջջի երևի։ Որպեսզի հետաքրքիր լինի, հայտնի մարդու անուն կարող եք նշել, թե չէ։ Լավ։ Չեմ նշի, Այ, կամ եթե- իհարկե, բայց չեմ նշի պարզապես։ Լավ։ Եթե պաուզա կոճակը լիներ մեկի վրա, ում վրա ստոպ կտայիք, որ մի քիչ հանգստանայիք, որովհետև հոգնել եք շատ է խոսում։ Նիկոլ Փաշինյանի։ Պատկերացրեք, կարողանում եք փոխել ինչ-որ մեկի ֆունկցիաները։ Օրինակ դերասան է, շատ գերխաղով է հանդես գալիս, ում կփոխեիք մի քիչ նորմալ գծերի վրա դնեիք։ Դերասաններից ոչ մեկի։ Նորմալ։ Ամեն մարդ իր գծով թող Շատ գնա։ Պատկերացրեք մարդու գլխավերևում ենթավերնագրեր է հայտնվում։ Ում դիմաց կանգնած կուզեիք տեսնել իրականում խոսում է, բայց ինչ է մտածում։ Էլի ասեն քաղաքականությունից ախոր։ Էլի Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյան։ Ոնց որ մենք Նիկոլ Փաշինյան։ Պատկասպեքի բայց կոմենտներ գրել։ Նորմալ գնում էր էլի ամեն ինչ չէ։ Իսկ արդեն ինչ ասեմ։ Պատկերացրեք, կարողանում եք մի մարդու մոտ տեղադրել մի արա կոճակը։ Ում վրա կտեղադրեիք։ Նիկոլ Փաշինյան։ Հավաս։ Հուսամ սա Նիկոլ Փաշինյան չի լինի։ Պատկերացրեք, ընկերները կայքերի պես են աշխատում, այսինքն որ պոիսկ են տալիս, գտնում են, այսինքն ձեր ընկերներից ով է, որ միշտ ոնց որ error լինի մոտը, անհասանելի է կամ սայթը չի բացում է, հարց եք տալիս մի քանի անգամից է հասկանում։ Գոհարը։ Գոհար, Գոհարը։ հայտնի է Գոհարը։ Չէ, անհայտ է գոհարը, բայց Անհայտ է էրոր է։ Այ էրոր է։ Շատ լավ։ Եթե ինչ որ մեկի վրա կարողանայիք ավիա ռեժիմ միացնել։ Ով կլիներ։ Նիկոլ Փաշինյան։ Չեմ ասում, ինչ արեմ, ձեր հարցերը տեսել։ Եվ ես թվում է վերջին հարցն է Նիկոլ Փաշինյան լինելու։ Պատկերացրեք, կարողանում եք կոճակը սեղմել եւ գցել recycle bin, այսինքն աղբամանը։ Ով կլիներ։ Նիկոլ Փաշինյան։ Այսքանն էր մեր բնից հարցերը։ Շնորհակալություն Արմինե, շատ հաճելի էր ձեր հետ ժամանակ անցկացնելը, հուսամ մենք ձեր ժամանակից անիմաստ չենք խլել, շնորհակալություն, որ ժամանակից տրամադրեցիք, եկաք եւ մեր հետ այսօրը անցկացրեցիք։ Մենք ձեզ շատ սիրում ենք, ձեզ շատ հաջողություններ ենք մաղթում եւ հուսամ շատ նախագծեր կլինեն, որի շրջանակներում մենք ձեզ կտեսնենք։ Նույնպես շնորհակալ եմ Սուսաննա ջան, շատ հաճելի էր ծանոթանալ ձեզ հետ։ Շատ ուրախ լավ հաղորդում ակնկալում ենք ստացվի։ Վստահ կլինի։ Հատկապես վերջին բլիցից հետո ինձ թվում է Ձելաթու հանգիստ գնում էր, չէ՞։ Օպոշլի միրոպրիացիա գլավը։ Դե ինչ այսքանը, իսկ մեր այս հարմարավետ սիրուն պուպու շաթորների համար շնորհակալություն Cheers Եմին։ Այսքանը։